Նախաձեռնությունը վերաբերում է քաղաքծառայության մասին օրենքում եւ հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններին, որի հիմնական նպատակն է գրավչության բարձրացումը եւ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության որդեգրված տաղանդների կառավարման ուղենիշի իրացումը։ Մասնավորապես քաղաքացիական ծառայության մասին օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ փորձնակները կարող են նաև վարձատրվել, մինչ այսօր գործող օրենսդրությամբ իմպերատիվ պահանջ կար, որ չեն վարձատրվում, եւ երկրորդ նախատեսվում է, որ փորձնակների ստաժը ոչ միայն գործող իրավակարգավորումներով հաշվի պիտի առնել միայն քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու պարագայում, այլ նաև որևէ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում։ Մյուս հոդվածներում խոսքը գնում է 11-րդ հոդվածի 37-րդ եւ 39-րդ հոդվածներում փոփոխությունները կրում են տեխնիկական բնույթ եւ հիմնականում պայմանավորված են դեռ եւս նախանցած տարեվերջին կատարված փոփոխություններով հղումների անհամապատասխանությունը շտկելուն։ Նախագծի վերջին անցումային դրույթները սահմանող հոդվածով նախատեսում ենք, որ հանրային ծառայողների ստաժի հաշվարկումը որպես հանրային ծառայության ստաժ, փորձնակների ստաժը որպես հանրային ծառայության ստաժ ետին ուժ ենք տալիս, այսինքն մինչ օրս բոլոր փորձնակների ստաժը պիտի համարվի որպես հանրային ծառայության ստաժ, իսկ լիազորող նորմով նույն նախագծով նախատեսված համակարգող փոխվարչապետի կարգը, որը որ նախատեսում է պետական մարմիններում փորձնակների ընդգրկման առանձնահատկությունները նրանց ստաժի հաշվարկման եւ աշխատանքներին մասնակցության, ինչպես նաեւ վարձատրության ուրեմն առանձնահատկությունները սահմանելուն, ապա այդ կարգի ժամկետը սահմանել ենք օրենքն ընդունելուց հետո 6 ամսյա ժամանակահատված, իսկ վարձատրության մասին բնականաբար հատվածը իրավակարգավորումը նույնպես ուժի մեջ կմտնի համապատասխան կարգավորման կարգի ընդունումից հետո։ Ինչ վերաբերում է հանրային ծառայության մասին օրենքին, ապա այստեղ մենք 49-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում փոփոխություններով սինխրոնացնում ենք քաղաքծառայության մասին օրենքում կատարված այս փոփոխությունները, մասնավորապես փորձնակի ստաժը ընդգրկելով հանրային ծառայության ստաժի մեջ ընդհանուր առմամբ, ու նաեւ 2-րդ մասով նախատեսում ենք, որ եթե հանրային պաշտոն զբաղեցնելու կամ համայնքային պաշտոն եւ կամ փորձագետի եւ կամ փորձնակի պաշտոնը զբաղեցրել է օրենքի խախտմամբ, ապա այդ ողջ ժամանակահատվածը չի ներառվում հանրային ծառայության ստաժում, ինչպես նաեւ անցումային դրույթներով նույնպես նախատեսված է, որ փորձնակի ստաժը հանրային ծառայության ստաժ համարելու գործընթացը տրվում է ետին ուժ։ Հարգելի պատգամավորներ, վստահ եմ, որ այս տեսանելի փոփոխությունը զգալիորեն կմեծացնի հանրային ծառայության գրավչությունը եւ լսելի կլինի մեր երիտասարդներին, որոնք որ մղում ունեն իրացնելու իրենց սահմանադրական իրավունքը եւ անցնելու հանրային ծառայություն։ Շնորհակալություն։